Խաչատրյանի հորեղբոր որդին է։ Հակակոռուպցիոն կոմիտեն ներկայացնում է, որ ձեր եղբայրը ըստ էության բարեգործության արգելքը խախտել է։ Ինչպես եք մեկնաբանում, նա առհասարակ կապ ունեցել է ուժեղ Հայաստան դաշինքի հետ։ Ոչ, ճիշտն ասած ինքը вообще քաղաքական ոչ մի ուժի հետ կապ չի ունեցել։ Միջև այդ արգելքը լինելն էլ ինքը զբաղվել է բարեգործությամբ, արդեն կլինի 5 տարի։ Պատերազմից հետո ձևավորվեց Հայր միացեք խումբը բարերարների գլխավորությամբ։ Բարերարների մեծ մասը դուրսն են ապրում, Ռուսաստանում, Եվրոպայում, այդ իսկ պատճառով իրենց գործերը այդտեղ համակարգողը Գևորգ Խամոյանն է եղել, բարեգործությունները անցկացվել են, բաժանվել են կենթանի ընտանիներ, մարդկանց եղել է, որ չեն ունեցել նույնիսկ մնալու տեղ են տվել, չգիտեմ, տարբեր միջոցառումներ, ոնց որ իրենց այդ բնակությունը ավելի մի քիչ հեշտացնելու համար, որ կարողանան ապրել ավելի հեշտ, մեծամասնամբ բաժանվել է այդ ամեն ինչը ղարաբաղցիները, ովքեր տեղահանված են եղել։ Այդ ամեն ինչը կազմակերպել է Գևորգ Խամոյանը, չգիտեմ, այդ արգելքից հետո միգուցե եղել է օգնություններ, բայց հաստատ ոչ մի քաղաքական ուժի հետ ինքը կապ չի ունեցել։ Պահեր ա եղել, որ ես էլ եմ մասնակցել այդ բարեգործություններին, իր այդ գնացել եմ, ժամանակ եղել է մեքենան ես եմ վարել, բայց ինքը ոչ մի տեղ, ոչ մի դեպքում այդպիսի բան չի ասել, ոչ մի քաղաքական ուժի հետ կապ չի ունեցել։ Իսկ գործի մասին ինչ կասեք, մեղադրանքի մասին։ Դե այդ մեղադրանքը կարելի ասել անհիմն մեղադրանք է, որովհետև ինքը կլինի արդեն 5 տարի է զբաղվում այդ ամեն ինչով, ինչի այսքան ժամանակ չէին մեղադրում ինչ-որ բանի մեջ իրան ու հասավ այս պահը սկսեցին մեղադրել։ Անհիմն մեղադրանք է։ Դուք ասում եք, որ իր հետ մշտապես պարբերաբար եղել է, որ մասնակցել եք կամավորական աշխատանքների, օրինակ եղել է, որ նկատեք ինչ-որ արցախցիներին, որ օգնի, ասի ձեր տվյալներ, ասեք, քանի հոգի է մասնակցում ընտրություններին, որովհետև հակակոռուպցիոն կոմիտեն ասում է, որ այդպիսի հավաքագրում է եղել տվյալների։ Ոչ, այդպիսի դեպքեր չեն եղել, նույնիսկ մի անգամ իր այդ գնացել եմ, կարծեմ ապարանի գյուղերից էր, նույնիսկ իրանք հարցրեցին, ժողովուրդը հարցրեց էլի, այս քաղաքապետանից այս օգնությունը, ինչ որ քաղաքական ուժ է կամ չգիտեմ ինչ, լավ հիշում եմ, ասես չեմ, ինչ ոչ մի քաղաքական ուժի հետ կապ չունենք, ոչ մի օրենքի քաղաքապետանի, չգիտեմ, այդպիսի բաների հետ կապ չունենք, այդ բարերար մարդիկ են ստեղծել Հայր միացեք խումբը, ես ուղղակի որպես միջնորդ անձ իրանց գործն եմ անում, այդ բարեգործությունը լրիվ անշահախնդիր տրամադրվում է նրա համար, որովհետև մարդիկ թողել են իրենց տունը, թողել են իրենց հայրենիքը մնալու տեղը, եկել նստել, դե պարզ է, մի քիչ դժվար կլինի գաղթից հետո իրենց համար ապրելը, գոյատևելը, դե փորձում են ամեն ձև այնպես անել, որ ավելի հեշտ լինի կամ կարողանան ապրուստի միջոցներ ունենալ։ Իսկ ունեք տվյալներ, օրինակ, քանիսն են եղել շահառուները ծրագրից օգտված եւ ինչ հաճախականությամբ, դրանք անդադ փոփոխվել են, թե նույն մարդիկ են եղել եւ դուք փաստում եք, որ այդ օգնությունը բաժանելու ժամանակ որևէ քաղաքական ենթատեքստի քարոզչություններ, խոսքեր չեն հնչվել։ Ես ճիշտ հասկացա ձեր խոսքից։ Փոփոխվել են, անդադ նույն մարդկանց չի եղել, այնպես է եղել որոշումը, որ պետքա մի կողմից sense բարեգործությունը արվեր ինչ-որ մի, ասենք, անասունները բաժանվեր վերջացներ, հետո արդեն երկրորդ փուլով ով ինչի կարիք ունենար, տային մոտավոր եթե չեմ սխալվում 350-ից 400 հոգու արդեն հասցրել էին օգնել, բայց տնեցա դեռ շատ մարդիկ կան, որ օգնության կարիք ունեն, այդ վերջերը նույնիսկ մեր տնից է խոսացել, մի քանի հոգի զանգել էին, իրանք պայմանավորել են, որ կով, չգիտեմ ինչ պետքա տանեն, ինքը անձամբ ասեց, որ այս պահին ես չեմ կարող անել, ես իմ խոստացածը անելու եմ, այլուբոմ, բայց ինչ որ ժամանակ է պետք անցնի այս ոնց ասեմ արգելանքը, որ չեն կարող իրանք բարեգործություն անել հիմա, որովհետև խանգարի ընտրություններից մի որոշ ժամանակ հետո մենք նորից զբաղվել ենք մեր բարեգործությամբ, որպեսզի չհամարեն կոռուպցիա, բայց հիմա այնպես է դարձել, որ իրանք համարում են ընդամենը կոռուպցիա։ Հիմա դատն է ընթանում, ինչպես հասկացա, ինչ ակնկալիքներ ունեք դատարանի որոշումից։ Դե մենք պատկերացնում ենք, այստեղ հավաքվել են եւ մարդիկ կան իր ընկերներից, իր բարեկամներից, նույնիսկ մարդիկ տեղակ են եղել Ղարաբաղցիներից, ովքեր որ օգնություն արել, եկել են Գևորգի համար հավաքվել նստել, մենք սպասում ենք, որ երևի թե բաց կթողնեն, որովհետեւ իր բոլոր մեղադրանքները անհիմն են։ Ոչ մի ապացույց չունեն։ Որը հավիձել են, որը մեզ օգնություն է տվել Գևորգը։ Սա որ թվականին է օգնություն տվել ձեզ։ 25 անցած տարի ապրիլին։ Անցած տարի ապրիլին։ Կարող եք հանել։ Ասվեք ես Գևորգի տված հավերի։ Հա, Գևորգը անցած տարի 25 թվին ապրիլին օգնություն ա տվել մոտ մի 50 հավ։ Դիմել ենք, մեզ էլ ա տվել։
Ածան հավեր են եղել։ Չէ, այն վաղ չէ, իսկ հիմա հա, արդեն մեծ հավեր են։ Ընտրություններին մասնակցել եք։ Ոչ։ Ինչու։ Դե մենք դեռ քաղաքացիություն չենք վերցրել, դրա համար էլ չենք մասնակցել։ Կաշառք չի եղել, բան չի Ոչ, եղել։ ոչ մի կաշառք, ոչ մի բան, այն վաղ դեռ չգիտենք, որ կարող է ընտրություններ լինի։ Ուղղակի հարևաներով ասել են, որ ինչ որ տղա կա օգնություն է տալիս, մենք էլ ենք դիմել ու նենց չի, որ ասենք վերել է, ասել հարևանի տանը կարակ պահեք, ասել ենք միգուցե հարևանի մոտ, ասես չէ, տեղին պիտի հավաբունը լինի, մենք էլ դե քանի որ վարձով ենք մնում, չունեինք։ Սարքեցինք, ինքը եկավ, տեսավ, հավանեց, ասեց, որ կտեղավորի, 50 հավը ու բերեցին։ Իսկ քանի հոգի եք եղել, որ դիմել եք։ Գյուղում թե մենակ։ Ձեր ծանոթների շրջանում։ Դե շատ կան, այ մենք հոշականում շատ որ ենք, սաղին էլ օգնել է։ Տեքորս օրինակ խոզ ա ուզել, ինքը հավի փոխարեն խոզ ա տվել։ Դրանից հետո էլ խոզը մի քիչ էր դառնում, ասեց ես էլ իմ փողը կդնեմ, 2 հատ էլ ավել առավ, տվավ դեքորս։ Եվ այդպես։ Ասել էլի ընտրություններին գիտեք ում Ոչ մի քվյար։ բան, չէ, մենք ուղղակի դիմել ենք ինքն էլ ես 3 իմացել, որ ասել են Յանիմ կաշառքա։ Ու միջև հիմա սենց չգիտեմ ինչ վիճակա մեր մոտ, որ էդիս ասեմ հետ իր արածն ու տվածը չի բռնում իրար հետ։ Այսօր Չէ, էդի մեզ չէ, մեզ չի ասել, որ ես ասում եմ 3 ենք իմացել, որ ասում են Յանիմ կաշառքի, բայց չէ, տենց չի, ուղղակի օգնել է։ Չեք պատկերացրել, որ այդ հավերի մի օր կարող է կաշառքի թեմա դառնալ։ Նոր արդեն հավերը քչացել են, դե մոտ մի տարի է մորթում ես ուտում ես բան, այն նոր սենց հավաքվել ենք, ասում ենք ուրա է Գևորգ, մի հատ է զանգենք, ասենք մեծ հավերը քչացել են, մի հատ էլ բերեք։ Երեք ասեցին, բա Գևորգին բռնել են։ Ոնց այ մարդ Գևորգը խի են բռնել, բա հավերը որ բաժանել է, ասում են կաշառքը։ Ասում ենք, էդի սաղ սուտ է։ Հիմա այդ ձուն ինչի եք բերել դատարան։ Էդի բերել ենք, քույրիկս ստեղ ամոնում, դե մենք որ օշական ենք, իրանց չունեն, բերել ենք քաղաք, որ տան քույրիկիս։ Այդ տենց համ մեզ է բավարարում, համ քույրիկիս։ Հիմա ինչ եք կարծում, բաց կթողեն Գևորգին։ Չգիտեմ, տեղյակ չեմ այդ ինչ վիճակ է, ցանկալի է, որովհետև այդ մարդը լավություն է արել մարդկանց։ Սաղին էլ հասել է, սաղն էլ նուժդա եղել, բռնի եկած, ոչ մի բան չունեինք։ Ինքը լավություն է արել, իսկ կաշառքը 100% սուտ է։ Համել կաշառք ինչի համար վերցնեք, եթե չեք մասնակցում ընտրություններին, չեք կարող։ Դե հա, մենք ասում ենք, ես չգիտենք, որ ընտրություն կլինի, ինչ կլինի։ 3 եմ իմացել, ասում եմ, որ ասել են կաշառքը ընտրությունների թեմայով, իսկ դա սուտ է։ Իգլայան Աշոտ Շուշիից տեղահանվել եմ 2023 թվականին, սեպտեմբերի 25-ին։ Բնակվում եմ հիմա Արագածոտի մարզի Օշական գյուղում։ Դուք եւս Գևորգը ձեր ընտանիքին եւս հավեր կենթանիներ մի խոսքով ընտանիք։ Հավեր եմ ստացել ճիշտն ասած, ես եմ դիմել իրան օգնության համար, առաջի կարգի զինաշման անդամ եմ ես, դες լսել եմ, որ արդեն օգնում է մարդկանց ինքը զուտ բարեգործություն, զանգել եմ իր խնդրանքի կարգով դիմել, եթե կա հնարավորություն ինձ էլ օգնի, ասաց խնդիր չկա, կմոտիկամ ձեզ նայեմ տեղը, հետո մոտիկացա մարդը նայեց։ Իսկ այդ ընթացքում, երբ որ տրամադրվում էին այդ հավերը, որևէ խոսք եղել է քաղաքական ուղղվածության ընտրությունների։ Ընդհանրապես չի եղել քաղաքական ինչ-որ մի հատ խոսք, այդքանը։ Իսկ երբ է ձեզ այդ հավերը տվել։ Անցած տարի, այս տարի ընտրություններից առաջ։ Հստակ օրը չեմ հիշում, որ ասեմ անկեղծ, 2025 կամ 24 թվականներ ժամանակ Ես քաղաքացիություն չունեմ, էլի միջի հիմա ինձ քաղաքացիություն չունեմ։ Թեկուզ այդ քաղաքական ինչ-որ մի հատ ընտրությունների վերաբերյալ, եթե դուք եկել ասում։ Հիմա այսօր եկել եք ի աջակցություն, ինչ սպասելիքներ ունեք դատարանից։ Արդարության համար, ուրիշ ոչ մի բան։ Մարդը օգնել է զուտ ինձ, որպես ես առաջի կարգի հաշման անդամ, ես չգիտեմ էլի ոնց ներկայացնել, խնդրել եմ, օգնել եմ մարդը ինձ, նրա համար ես հասել եմ ստեսկան դժվար վիճակից,
առաջի կարգի զինանշման թեմից չէ, որ այսքանը հեշտ է ինձ, բայց ոչ չէ։ Իսկ ձեզ հետ նաև այլ ընտանիքներ եւս դիմել են, կհիշեք, քանի հոգի են եղել եւ ձեզ օգնությունը քանի հատ է եղել հավելում։ Չեմ հիշում ճիշտն ասած ուրիշ ընտանիքների վերաբերական հոգի են եղել։ Ես որ դիմել եմ, ինքը եկել է մեր տուն, ինձ տեսել է վիճակս, թղթերս նայել է ոնց է ինչա կարգս, ինձ տվել է 65 հատ հավատվել, այդքանը։ Իսկ ձեր շրջապատից շատ են եղել շահառուները, ովքեր դիմել են, ստացել են այդ կենթանի։ Անկեղծ չգիտեմ։ Ձեր օրինակ այսպես որ խոսում եք արցախցիների հետ, շատ են։ Հա, շատ են, բայց չգիտեմ, էլ այտենց հստակ ովքեր են անուններ օրինակ ասեմ կամ։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն։ Գասպարյան Դավիթ, ապրում եմ Գյուղոշականում, էլի բռնի տեղահանված Արցախից։ Մենք էլ նույնպես լսել ենք Գեորգի օգնության մասին, որ հավեր է տրամադրում։ Այնա դիմեցին Գեորգին, Գեորգը մոտեցավ, նայեց հավ պահելու հնարավորություն ունենք, քանի երեխա ունեք, 3 երեխա ունեմ, ասեց մեր կողմից այդ հավերը տան գոնե եթե ուրիշ բան էլ չլինի, այդ հավերը ձուն ածեն, մի ամիսի ձու են ածելու։ Ուրիշ բան չլինի, ձուն սարքեք մի հատ հացի հետ։ Շատ շնորհակալ ենք Գեորգիից, իր արած գործից։ Շոկի մեջ ենք հիմա որ լսել ենք, որ Գեորգի հետ կապված այս գործողություններն են կատարվում։ Իսկ ձեզ հավ է տվել Գևորգը, հա, որպես քանի հատ կհիշեք։ Այդ վաղ բնակվում էինք 2 ընտանիքով ոնց որ, իմ haներս էլ մեր հետ եղել, 50 հատ հավ ենք ստացել։ Իսկ այդ ժամանակ, երբ որ ձեզ տրամադրում էին այդ հավերը, որևէ քաղաքական հայտարարություն կհիշեք, եղել է, չի եղել, Ընդհանրապես 24 թիվն ա եղել, դաժե չգիտենք, որ ընտրություն պետք է լինի 26 թվականին, ընդհանրապես։ Իսկ երբևէ, այսպես ասած, որ խոսել եք արցախցիների հետ, այսպես հավաքվում, խմբվում խոսում եք, շատ են եղել մարդիկ, ովքեր օգտվել են այդ։ Շատ են եղել, Հիմնականում ճիշտ եմ հասկանում, որ Օշականում այսպես շատ տրամադրվել են։ Այո, տրամադրվել է։ Դիմել եք, իրենք օգնել։ Դիմել ենք օգնել մարդը։ Իսկ հիմա ինչ ակնկալիքներով եք եկել դատարան։ Եղջակցություն որպեսզի արդարացնել այդ մարդը չեմ հասկանում, դաժե մտքից մեջ չի տեղավորում, էլի ոնց կարող է մարդը, եթե չկա էլի իրոք մեջ ասում կարող է ուրիշ բան կա, ուրիշ գործ կա հետը կապված բանը, բայց չէ շոկի մեջ եմ չգիտեմ ինչ ասեմ։ Չէ, Գեորգը ընտրակաշակ չի բաժանել, Գեորգը ընդհանրապես ընտրության մասի չի խոսել։ Գեորգը օգնություն է բաժանել մարդկանց, արցախցիների, տեղահանված մարդկանց։ Պրոստո օգնություն, որը այդ թվում 99%-ը այդ օգնություն ստացող մարդկանցից, 99%-ը սկի Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի, ընտրության էլ իրավունք չունի։ Այդ ոնց է ընտրակաշարք, եթե այդ մարդը ընտրության մասնակցելու իրավունք չունի։ Թեմայով չեք խոսել։ Չէ, ընդհանրապես է թեմայով Գեորգի հետ, ընդհանրապես։ Ինքը այդ թեման չի էլ հարցրել, դաժե քաղաքացի եմ թե չէ, ես արդեն քաղաքացի դարել եմ, բայց ինքը չգիտի այդ մասին, որովհետև թեմա չի բացվել, ես էլ ընդհանրապես, այդ թեմայով չի խոսացվել էլի ընդհանրապես։ Ասել է, ինչով եք զբաղվել Արցախում, ասում ֆերմեր եմ եղել, ասես բա կուզեք ստե նորից ինչ որ բան անեք, ասի դե նա պահում եմ, հավ եմ պահում, նապաստակ եմ պահում, հորթեր եմ պահում, ասես բա չես ուզում ավելի զարգացնես, ասի ուզում եմ, պրոստը ֆինանսականս չի հերիքում, ասես ոչինչ, մենք կօգնենք, էլ ինչ ես ուզում պահես, ասի դե խոզել կուզեմ պահեմ, հավերի քանակը ավելի շատ կուզեմ ըլնի, մարդը օգնել է դրանով, գոջիներ ա տվել, հավեր ա տվել, էտա։ Դուք ընտրություններին մասնակցել եք։ Հա, ու ընտրել եմ Նիկոլ Փաշինյանին։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում։ Գևորգի հետ նման Չէ, Գևորգի հետ նման խոսակցություն չի եղել, ընդհանրապես։ Իսկ այս գործի մասին ինչ կասեք, որ իրեն Ասեմ, քաղաքական հետապնդումը զուտ նրա համար, որ արցախցիներին խի են օգնում։
Էտա, որովհետև արցախցիները դուրս գալուց ի վեր պետության կողմից մենակ նվաստացում են ստացել, պետության իշխանությունների կողմից։ Ուրիշ ոչ մի բան չեն տեսել ու չեն ստացել։ Մենակ նվաստացում։ Ղարաբաղցիք, խիեք, այն օրը պետության գերագույն գլխավոր հրամանատարը, պետության ղեկավարը կայնեմ Արցախցուն ասում, խիչեք մեռել, խիեք սաղ մնացել։ Պետք է ասելու բան, Դրանից էլ ես ոչ մի բան լավ բան Գնացիք Նիկոլ Փաշինյանին ընտրել։ չէ, հա, ընտրել եմ իմ պատճառները ունեի ընտրելու, հա, ընտրել եմ զուտ նրա համար, որ մարդիկ զգան, որ ընտրվի, որ Սաակաշինների վրա զգան, այն ինչ որ ես եմ զգացել, ինչ որ Արցախցին է զգացել, այդ դրա համար եմ ընտրել։ Ես ոչ վախենում եմ, ոչ էլ ամաչում եմ, ինչ կա են էլ ասում եմ։ Զուտ նրա համար, որ սաղ զգան, այն ինչ որ ես եմ զգացել։ Հիմա ձեր ընտրությամբ լավություն, վատություն եք արել, ո՞նց եք կարծում։ Ես, պրոստը ես իմ պարտքն եմ կատարել, գնացել եմ ընտրել։